Կիսաբաց լուսամուտներից ներս թափառող մարդկային մտքեր, յուրաքանչյուր աշխատանքային երեկո, բարև ձեզ, դուք միացել եք երկրի թիվ 1 թոք-շոուին։ Սեփական բախտից խռով Մարիամը նոր բախտի որոնմամբ կյանքը կապեց Մարտինի հետ։ Երկուսի դեպքում էլ սա առաջին ամուսնությունը չէր։ Առաջին ամուսնությունից մնացած խնդիրների, իր կյանքի անիծված ուղու եւ մի կտոր հացի համար մղվող պայքարի մասին Մարիամն այսօր կպատմի երկրի թիվ 1 թոք-շոուի տաղավարում։ Անիծված ուղի կիսաբաց լուսամուտներից ներս։ Դիմավոր ենք մեր առաջին հյուրը, Իջևանից եկել է մայրաքաղաք հասնելու կիսաբաց լուսամուտների տաղավար, նա Մարիամ Մանուկյանն է եւ այստեղ է, դիմավոր ենք։ Բարի երեկո Մարիամ, մանկության զգալի հատվածը մանկատանն եք անցկացրել, ծնողները բաժանված են եղել միմյանցից։ Սկզբից ծնողները բաժանված են եղել, իմ մաման մեզի վերցրել է, գնացել է պապայի տանը ապրելու, հետո որ մայրիկս մահացել է, իմ պապիկը... Դուք 2 տարեկան եք եղել այդ ժամանակ, մայրիկի մահանալու։ Իմ պապիկս վերցրել է, տվել հորական պապիկին, որ մեզ պահեն։ Տատիկս էլ մեզի տարել է տվել մանկատուն, մանկատանից հետո ասել են չես կարաստե կրթություն ստանան գրել կարդալ, ու տատիկը տարել է մեզի տվել գիշերօթիկ, հատուկ կրթահամալիր գիշերօթիկ, որ ընդեղ մենք մնանք համեր ուսում ստանանք։ Գնացել ենք ընդեղ մեզի շատ էին ծեծում, շատ խիստ էին վարվում մեր հետ։ Ինչի պատճառով էր պարբերաբար ծեծերը։ Դե չարություն էին կանում, ասում էր ձեր ծնողը վրից գցել է բերե մեզ ա տվել, որ մենք ներվայնանանք ու ծեծում էր, պահողը դաստիարակչուհին, անխիղճի նման ծեծում էին, հետո տատիկն էլ շատ ծեծե մեզի, էլի նույն խիստ, որ դե երեխա ենք եղել, էդ որ մի երեխեն հիմի չար չի, բոլորներ չար են չէ, բայց մեզ ծեծում էին, մենք չգիտեինք էլի տենց իսկական այդ քնքշանքը, ջերմությունը ծնողը միշտ էդ ենք ուզեցել։ Հետո տատիկը մեզի վերաբերվում էր ոնց որ օտարի էլի, ոնց որ օտարը կզբաղվի մի ուշով։ Նույնն էր տատիկը մեր հանդեպ։ Մենք այդ ծնողական քնքշանքը, այդ տան ջերմությունը, այդ բանը մենք չենք տեսել կյանքում։ Լավ, հիմա դուք անդադ տատիկի անունն եք տալիս, բայց հայրիկը դե աշխատում էր գալիս էր, հետո ես որ 10 տարեկան էի, պապան ամուսնացավ, մի կին բերեց, ինքն էլ ուզում էր սեփական երեխան ունենար, չէր ուզում մեզի պահեր, դրա առիթով միշտ վեճեր էր սարքում, մեզի ծեծում, մեր մազերից միշտ քաշում էր, ասում էր հատակը սրբեք, գնացեք ջուր կրեք, կովերին տարեք, վերջը անդադ գործի էր դնում ու շատ ծանր աշխատանքներ, 13 տարեկանից արդեն իմացել ենք աշխատելը, փող ստեղծելը, փող բերելը տուն, ու մեր հագի շորերը հանում էին ճղված կոշիկներով, ճղված շորերով ուղարկում գիշերօթիկ, որ ընդ մեզի հագուստ տան մենք հագնենք։ Դրանից հետո դուրս ենք եկել, արդեն էլ չենք կարող ապրենք, քուրիկս գնաց Իջևան քաղաք, ընդ արդեն աշխատանքի էր մտել, գործ ուներ։ Ես գնացի, պապան հաց չէր տալի ուտելու, արդեն սոված ուշքս գնում էր, եկել եմ պապայի մոտ, ասել եմ մի շաբաթ հաց չեմ կերել, էլի, մի կտոր հաց տուր ուտեմ, իմ կինը ասում է չի թողնում։ Ու քանի տարեկան էիք։ Այդ վաղ 14։ 14 տարեկանում դուք Աստծո հույսին էիք մնացել, մի շաբաթ հաց չէիք կերել եւ պիտի խնդրեիք հայրիկին, որ ձեզ կերակրի։ Լուկերի կալոդեցի մեջն էինք քնում։ Խղճած յակինով տարա մի շաբաթ ընդեղ իատանը լողացրեց, բանարեց, պահեց, հետո քուրիկս եկավ, ասեց ես եմ մնալու տեղ չունեմ, էլի, ինձ էր թող ես մնամ։ Քուրիկիս ուզում էի կանչեի մեր տուն, բերեի որ հաց տար ուտեր, ասեց դե որ քուրիկիդ հաց ես տալի, քուրիկը տելա գալու, հելեք մեր տնից գնացեք այդ խորտմերը։ Հանեց դուրս մեզի տնից, ասին բա իմ քուրնա, ես ոնց կարամ, մի կտոր հաց ուտեմ, իմ քրոջը չտամ, ես չեմ կարա տենց։ Կնեք ձեր հայրիկը ձեր տանը առհասարակ ով է եղել որպես մարդ։ Իակինն էր ասում, ինքը ոնց նստի, ոնց վեր կենա։ Հետո ոստիկանություն գնացինք, դիմեցինք, ոստիկան Արտաշատ քաղաքի ասեց, դե մեծ քուրես տար պահի իան, միտեղ մտի աշխատի, տուն վարձեք, ապրեք։ Էդ է պետությունը ասեց։ Տենց ապրեցինք, հետո
մի տղա հեռախոս ունեի, զանգեց ինձ, ասեց ուզում է հետս ընկերություն անի, ասի ընկերություն չեմ ուզում, եթե կամուսնանա իմ հետ, կտանի օջախ տուն, ես այտենց համայձայն կլեմ, ինքը ասեց հա։ Բայց տեսել էի գոնե այդ տղային։ Չէ, գնացի հանդիպեցի, տեսա, ծանոթացանք իրար հետ, տարավիա մամայի հետ ծանոթացրեց ինձի ու տենց ամուսնացանք։ Հետո պարզվեց, որ նարկոմանն է, խմիչք է օգտագործում։ Ինքը Թմրամոլ էր թե հարբեցող էր։ երկուսը միտեղ։ Ինքը գալիս էր տուն, իա մամային ծեծում, իա մամային անշնորհք ձևերով վիրավորում, ինձի ծեծում։ Հետո ինձ ստիպում էր, ասում էր տան վերջի ձեթը ծախում էի, որ իա համար արաղ առնեի, բերեի, բայց մենք սոված նստենք։ Իա մաման էր միշտ գլուխը վերցնում գնում էր, ես էի մնում արանքում, երկու հատ երեխա վիժելը մետիա հարվածներից մեջքիս էր տալի, կողքիս էր խփում, տենց քացով, ոտքերով հարվածում էր։ Հարվածները մեկին, սերը մյուսին, փոքրիկ բացահայտումից հետո մենք կիմանանք, թե Ռուսլանի անկողնում ովքեր էին բացի կնոջից։ Դուք դիտում եք կիսաբաց լուսամուտները, հեռու մի գնացեք։ Շնորհակալություն, որ ընտրել եք երկրի թիվ 1 թոք-շոուն, մենք վերադառնում ենք հեռուստատեսային տաղավար, հիշեցնելով ձեզ կիսաբաց լուսամուտներ բարեգործական հիմնադրամի մասին։ Մենք այն ստեղծել ենք, որպեսզի միասին կարողանանք պայքարել այն ընտանիքների համար, ովքեր դժվար կաթության մեջ են եւ ձեր օգնության կարիք ունեն։ Կատարեք անվանական դրամական փոխանցումներ այն հաշիվներին, որոնք տեսնում եք այս պահին ձեր էկրանի ներքևի հատվածում։ Կամ զանգահարեք մեր թեժ գիծ, եթե ունեք նյութական օգնություն, +374 60 50 33 17։ Եվ այսպես Մարիամ, բացի ծեծերից, ցավոք սրտի, փայլում էր Ռուսլանը նաև մեկ հանգամանքով, նա այդքան էլ հավատարիմ չէր որպես ամուսին։ Երբ նկատեցիք դա։ Ես իմ տղայով հղի էի, ինքը մի օր եկավ տուն, ասեց մի կին ա եկե, մնաց է փողոցում, ստեղից չի Լենականից է, եկել է Իջևան, մնաց է փողոցում։ Կլինի ես գիշեր մեր տանը անցկացնի, առավոտ գնա, տեսե միամիտ դուրս միամիտ եմ էլի, որ մի բան ասում եմ, վրաս հավատում եմ։ Տենց հավատալով ասի, վայ ինչ մեղք կա, ասեցի, բերեմ իմ տանը պահեմ։ Դե պարկած էի, ասի ծառավ եմ, լմ ջուր խմեմ, հելամ տեսամ իմ ծոցից անկողնոց վեր կացե մտել է անկողնու մեջը։ Տենց ասում եմ, ես ինչ ես անում, ասեց լավ եմ անում, ինչ կուզեմ կանեմ, ես եմ տան տղամարդը, դու պիտի ինձ չասես ես ինչ անեմ, ոնց անեմ։ Չես ուզում, հիմա դուրս կգամ ու տնից կգնամ։ Տենց հելավ այդ աղջկա հետ գնաց, ես եմ մնացել եմ։ Աղջկա թե կնոջ։ Այդ կնոջ հետ 40 տարեկան ինքն էր, 30 տարեկան ինքը, 10 տարի յանից մեծ։ Իմ վախից գնացի փակվասենյակում, հետո լույսը բացվավ, իրանք թողին գնացին, որ պիտի արդեն երեխեն ծնվեր, ինքը եկավ։ Ինքը եկավ երեխու ծնվելու վաղտը, հայրությունը ճանաչեց, իմ տղեն է, ես ոնց ասում եմ, իմ հոր ազգանունը պիտի դնես, անունը պիտի դնես։ Այտենց դրեցինք ու ասում եմ, դե պահի էլի քո ընտանիքն ենք։ Իա մաման եկավ, ասեցի վերջը, ես ես չեմ կարա ապրեմ, էլի ես էլ եմ մեղք արդեն, ես էլ եմ մարդ ուզում եմ շնչեմ, վերջը, նորմալ ապրեմ։ Ինքը գնաց, ասեց, ես չեմ կարում աշխատեմ, էսա ուզում ես, ուզի չես ուզում, երեխուն տուր, գնա։ Ասեցի, ես երեխուն չեմ տա։ Հետո որ սկսավ ինձ թակել է, երեխուն ձեռքիցս ուզում էր վերցնել։ Ես փախամ գնացիմ քուրիկիս տուն, եկավ ընդեղ խոսացելի մեզի վիրավորեց, անշնորհ բառեր ասեց, մենք ոստիկանություն կանչեցինք։ Կանչեցինք ոստիկանություն, իրանից թուղթ վերցրին, որ էլի մեզի նեղացնի, այս անգամ արդեն ուրիշ ձև կխոսանի իա հետ, ու էլ չդիմացա վերցի երեխուն, գնացի Երևան, հատուկ խնամքի կենտրոն կար ընդեղ, երեխաներին պահում էին։ Բայց ինչ-որ շրջան նաև դրսում եք երեխայի հետ հայտնվել, չէ՞։ Մի քանի օր որ գիշերել եք։ գնացիմ Երևան, դե տեղեր այդքան լավ չէի ճանաչում, երեխու հետ դուրսն էի մնացե փողոցում։ Հետո մի դուր տուկ տվի, ասի խնդրում եմ, էլի գոնե երեխային մի կես բաժակ չայ տվեք խմի։ Ես է գդիմանամ, էլի ոչինչ մեծ եմ։ Այտենց դե արդեն էլ չէի կարում, ինչքան կարաս սոված մնաս։ Տենց նստած երեխեն լացում էր, արդեն է չայով էր չկշտացավ, լացեր ելում, մի մարդ եկավ, ասեց քուրիկ ջան, արի գնանք մեր տուն, հեսակինս կգա, յան գդիմեք,
ամեն ինչ ինչ-որ պետքնա ձեզ կօգնենք, էլի ինչով կկարենանք։ Վերցես տարավ, ես է ճիշտ է վախենում էի ինքը մենակ տղամարդ տունը, դե ես է չեմ ճանաչում, մի քիչ վախում էի, ասեց մի վախեց, եթե ուզում ես դու տե նստի, ես կգնամ, դուրս կգամ փողոց, դու նստի, երեխուն հետևի, տենց հետևեցի երեխուն, իակին եկավ, արդեն հաց տվեց մեզի, կերանք, առավոտյան ամուսինը զանգահարեց այդ կենտրոնը, ասեց, որ իրանց տանն են գտնվում։ Ձեզ ման չէին գալիս Իջևանում, որ դուք երեխան ձեռքին դուրս էիք եկել։ Էի ասե, ոչ կիսուրիս էի ասե։ Ինչու էիք բոլորից փախնում։ Որ չիմանան իմ տեղը հոգնել էի, արդեն այդքան վիրավորանքից, այդքան ծեծից, այդքան ջարդից, էլ չէի կարում ապրել, ես էլ եմ մարդ, ես էլ ուզում եմ հանգիստ ապրեմ, արդեն որ լացում էի, ներվային անում էի, իմ կիսուր ասում էր, հա դու հոգեկան հիվանդ ես, հեսա երեխոտ ձեռցդ կառնենք, ամեմ հոգեկան հիվանդ չեմ, դուք եք ինձ սենց սարքեմ, հասկանում եք ումներ այդքան ծեծես, ումներ այդքան վիրավորես, ինքն է հոգեկան հիվանդ կդառնա, ասե հետո ինձի որ մեր չունեմ, հեր չունեմ, հարազատություն չունեմ, հետևից եկող չկա, սենց պիտի անեք։ Վերջը գնացի մեծ կենտրոն, ընդեղ լավ էր, պահում էին մեզի, խնամքը ամեն ինչը հագուստը նորմալ, ուտելիքը շատ նորմալ, շատ գոհ եմ ընդեղից։ Ինչը ձեզ ստիպեց նորից հավատալ Ռուսլանին, Ռուսլանի խոսքերին ու դուրս գալ խնամքի կենտրոնից։ Ոստիկանությունով եկան իմ հետևից, Իջևանի ոստիկանությունը եկավ Երևան, ոստիկանները համոզվեցին, որ իմ հետ ամեն ինչ նորմալ է, երեխեն նորմալ է, ասեցին, եթե ուզում ես արի, միացի, եթե չես ուզում, քո կամքն է այդ արդեն։ Ասեմ չէ, ես ուզում եմ մնամ, քուրիկս գնացինք առանձին սենյակ, քուրիկս ասեց, վերջը քո մարդն է, խոսա հետը, մի բաժանվի, որ բաժանվեցին ինչ պիտի անես, ես էր ստիված էլ նորից նույն սխալը կրկնելով, հավատացի միան ասեմ, իմ երեխու հերն է, էլի, ներեմ ընդունեմ, ասի ես մեր հեր չեմ տեսե, գոնե իմ երեխեն տենա։ Որքան ժամանակ հետո ինքնեդ դες ապացուցեցիք, որ իրականում Ռուսլանի մոտ հետ գնալը այդքան էլ ճիշտ որոշում չէր։ Որ գնացինք արդեն ընդեղ տուն։ Ինքը նորից տեսա նույնն է, բան ասում եմ, բա դու ասեցիր փոխվում եմ, հետո տեսա ինքը լավ արդեն հագնվում է, գործի է, մտե աշխատանքի լավ ուտում է, լավ հագնվում է։ Մենք էր սոված, ինքը եկավ տա մոտով անցավ, ըսկի 1000 դրամ փող չտվեց, գոնե ասեր ցամաք հաց կառնես կուտես։ Իսկ երեխան։ Երեխան էր բալուր էլի իմ հետը։ Ոչ էլ երեխային էր ուշադրություն։ Ոչ էլ երեխուն, ինքը տենց թողեց գնաց Ռուսաստան, ունդեղից որ նոր էր գնացել Ռուսաստան, զանգում էր տանից դուրս արի, ես ամուսնանում եմ ու ուրիշ կնիկ բերեմ իմ տուն։ Ես էլ տենց իմ կիսուրն ասում է դե նստի, հա ոչինչ էլի, ասում եմ հասկանում ես, ինչ ես ասում։ Իրանց տուններ շատ խոնավ, փուլ էր գալի տունը, նորմալ տուն չունեին, երեխեն շուշուտ հիվանդանում էր։ Սկեսուրի հետ էիք ապրում։ Հա։ Հետո տենց պապան էր զանգեց, բա ճիշտ կլինի դուրս գաս իմ տղեն, եթե չի ուզում, քո հետ կապ ունենա, մեր տանը խես նստե։ Տենց երեխուն վերցրեցիմ, դուրս եկամ գնացիմ, էլի տենց վարձով ապրելու։ Ինչ միջոցներով, Մարիամ։ Նպաստ էի ստանում 21000 դրամ, որից գնում էր տանվարձ պիտի սաղ հերիք էի։ Մեկը վիրավորելով, մեկը դուրս գցելով տանից, տենց։ Մի հուզվի։ Մարիամ, երբ որ դու իրականում հասկացար, որ տղամարդիկ շատ դեպքում, հա, այն տղամարդիկ, որոնց դու ես ամենայն դեպս հանդիպել, տղամարդ բառի հետ, բառի ամենաուղիղ իմաստով այդքան էլ կապ չունեն։ Խոսքը վերաբերում է եւ հայրիկիդ, եւ առաջին ամուսնուդ Ռուսլանին։ Ոնց հասկացար, որ կարող ես եւս մեկ փորձ անել, տղամարդ գտնել, գուցե եւս մեկ անգամ փորձել ու հասկանալ, որ ոչ բոլոր տղամարդիկ են այնպիսին, ինչպիսին դու հասցրել էիր նրանց ճանաչել մինչև դա։ Ես հանդիպեց հետո Մարտինին, ինքը ժորիկին պահում էր, որոշ չափով փետ էր բերում ժորիկին, որ ցուրտ տեղը չմնա, իմ տղասա ժորիկը։ Ինչպես եք ծանոթացել Մարտինի հետ։ Իա կիննա տարեյա տուն, իրանց տան պայմաններն էր մի քիչ այլ չէր, ինքը որոշել շուտ տվանցիա կնոջից բաժանվեր, տենց ինձի
տարավ իրանց տուն, տես ծանոթացանք, ասեց ես քո ամուսնուն ճանաչում եմ, ոնց ես դու դրա հետ ամուսնացել։ Ասա դե ես իջևանց չեմ ճանաչում այդքան շատ։ Դուք գնացիք մի ընտանիք եւ այդ ընտանիքը հետո քանդվեց։ Չէ, իմ պատճառով չի, որ քանդվել է, ես տես բան կյանքում չեմ անի։ Ես միջև այսօր էլ իա երեխեքներ իան ասում եմ։ Միշտ գնա իա երեխեքներ տնա տեր կայնի էլի ոնց որ պետք գնա։ Լավ, ես ուզում եմ տաղավար հրավիրել նաև ձեր երկրորդ ամուսնուն Մարտինին եւ տեսնենք իրականում որքանով էիք դուք մեղավոր այդ ընտանիքի քանդվելու մեջ եւ որքանով էր այն քանդված մինչեւ ձեզ։ Մարտինը Թանանյան գալիս է կիսաբաց լուսամուտներից ներքին։ Բարի երեկո, ձեր երկրորդ կնոջը, հա, կյանքի ընկերուհուն, ձեր տուն բերեց առաջին կինը։ Ձեր ընտանիքում իրականում Հասմիկի հետ ամեն ինչ այդքան վատ էր։ Հա։ Ինչի պատճառով։ Պատճառն այն էր, որ ես ունեմ երկու երեխա, Ահա։ որ նա որպես մայր ծնող չի կարող խնամի իր երեխեքին, Ահա։ ու իր պարտականությունները կատարելու համար։ Այդպես իր մայրը իմ կնոջ անբարոյական էր ու անդադ աշխատում էր, որ իր աղջկան տանի իր մոտ ու միակ աղջիկն էր։ Տաներ իր մոտ նկատի ունեք տուն։ Իր տուն։ Թե գործի։ Չէ, իր տուն միակ աղջիկն ուներ, էլի այդ մի աղջիկն էր։ Տաներ, որ սովորացնի իր ոնց պետք է, էլի իր փեշակը, հա, այդ ձևի։ Իր անգամ գնաց, հետ բերեցի 4-րդը արդեն ասեցի կամ պետք է գնաս հետ չգաս, կամ մնաս ոնց որ պետք է քո գործը կատարես։ Մարիամի գալուց ձեր հարաբերություններն արդեն լարված էին։ Մերը շուտ էր, պրոստը երեխեքի պատճառով չէ կամ որ թողնեն։ Բայց ամուսիններ էիք որպես ապրում, թե պարզապես մի նույն տանիքն էիք կիսում։ Նույն տանն էինք ապրում, բայց հանուն իմ երեխեքի չէ կամ որ թողնեմ գնա, էլի։ Բայց եկա գնացի աշխատանքի, եկա տես արդեն ինքը թողի գնացել է։ Մարիամի հետ ինչպես նա էր նախորոք բանդում, դուք ընկերուհիներ եք ընդամենը եղել։ Հա, այդից հետո արդեն ես Մարիամի հետ կապվեցի որպես ընկերուհիներ, որ Մարիամը արդեն տեղ չուներ կիսուի տանից դուրս է եկել մնալու, տեղ չուներ, ես տուն վարձեցի ու արդեն գնում գալիս էի մնում էլի իր մոտ, այդպես պահում էի։ Որքան ժամանակ տևեց ձեր ընկերությունից դեպի Սիրիային կապը ժամանակահատվածը։ Մի տարուց ավել։ Ոնց որոշեցիք, որ կյանքի ընկեր ձեզ կարող է դառնալ նաև Մարիամը։ Սկսեցի օգնել ինչ-որ բանով ու տենց արդեն կապվեցի Մարիամի հետ։ Ինձ համար շատ զարմանալի էր, որ նախնական զրույցում երկուսդ էլ մի բան էիք պնդում, որ մեկը մյուսի հանդեպ սեր չի զգում։ Որևէ մեկը չի սիրում մյուսին, պարզապես կապվածություն է, չէ՞ Մարիամ։ Հա, այդպես է։ Չունեք համատեղ ամուսնություն, բայց ունեք համատեղ երեխա արդեն, Աննան, որը 6 ամսական է այսօր։ Հա։ Ում որոշումն է եղել երեխա ունենալ։ Երկուս։ Ես էլ եմ շատ ուզեցել։ Մարտին, դուք եք ուզել։ Հետո արդեն ես էլ ցանկություն ունեցա, հա։ Որ ժամանակ։ Դա արդեն հղի էինք։ Հենց հղիացավ ու դուք էլ ուզեցիք։ Հա։ Իսկ մինչև դա չէիք ուզում։ Չէ։ Իսկ խոսակցություն եղել է ընդհանուր երեխա ունենալու մասին։ Հա, ինքը միշտ էլ ասում էր, որ ուզում էր աղջիկ ունենա։ Պարզապես աղջիկ էր ուզում ունենալ։ Հա։ Չէ, կարևոր չէր ումից, բայց լինի աղջիկ։ Թե հատկապես ձեզանից։ Չէ, ինձանից։ Որպեսզի մենք արդեն ընկերուհիներ էինք, ուզում էր, որ ինձանից մի հատ աղջիկ ունենա։ Մարիամ, ճիշտ եմ հասկանում, որ դուք եք խնդրել, որպեսզի Մարտինը դառնա ձեր երեխայի հայրը։ Ես ասացի, որ բալիկ եմ ուզում, որպեսզի իմ տղան մենակ չմեծանա։ Համեր իրար հետ որ ապրում ենք, ինքը իմ երեխու հանդեպ անում է, իրանց էլ մի հատ երեխա ունենամ։ Մի շատ ուղիղ հարց, դուք պատկերացնում եք ձեր կյանքը Մարիամի հետ։ Չէ՞։ Դե պատկերացնելը էլի երեխեն ինչ որտեղ ես չեմ հրաժարվում երեխուց։ Ահա։ Էլի երեխա մնում երեխա, էլի իմ հնարավորության չափով ես պարտավոր եմ օգնել, որտեղ ես ունեմ եւս երկու երեխա, մեկ աղջիկ, մեկ տղա։ Էլի որ հասնում եմ
համ այն իմ երկու երեխաներին օգնել, համ ես մեկին։ Դուք ձեր կյանքը ինչպես եք պատկերացնում։ Իմ կյանքը ինչ պատկերացնեն, աշխատում եմ իմ երեխան սպանում ոչ։ Երրորդ կին է հայտնվելու։ Չգիտեմ։ Չգիտեմ։ Չգիտեք, թե երեխաները դեռ ում մոտ չեք են։ կողմնորոշվել։ Երկու երեխաները ում մոտ են ձեր երեխաները։ Իմ նախին կնոջ էլի։ Ասում եք չէի վստահում, ուրիշ տեղեր գնում։ Էլի չեմ վստահում, բայց դե ինչ անեմ, ես որ բերեմ, ես աշխատում եմ, ես ունեմ միայն հայր ծնող, տանը հիվանդելի Դե ինչ վատառով։ դասիրակություն են ստանում երեխաները, դա ձեզ չի ուզում։ Դուք միայն գումարով եք ապահովում։ Չէ, ես շուշտ հաճախ եմ գնում եմ, գալիս եմ։ Լավ, այս կնոջը չեք սիրում, ինչու եք ունեցել երեխա։ Ոչ պայմաններ ունեք, ոչ սեր կա ձեր արանքում, այսպես ասած։ Ինչու եք ունեցել երեխա։ Ձեզ եմ տղամարդ դիմում։ Դուք արդեն ունեք երկու երեխա, եւս մի երեխա կնոջից, որը ես չեմ հասկանում ինչ հարաբերությունն է։ Ես չեմ բացառում, որ էլի կամուսնանաք, էլի, եւ միջև երբ մեղք չեն այդ երեխաները։ Դուք աղջիկ եք ուզում, մի քիչ հետո կուզեք եւս մի տղա, որ ձեր տղան ունենա եղբայր։ Հետո կուզեք քույրիկ ունենա ձեր աղջիկը։ Ինչպես եք պահելու, ինչպես եք կերակրելու, ինչպես եք դասիրակելու, ինչ կյանք եք ապահովելու այդ երեխաներին։ Տիկին Աիդա, դեր 6-րդ զգայարանի տված ինֆորմացիային մենք կանրադառնանք փոքրիկ դադարից հետո, հիմա մեր մոտ դադար է, հեռու չգնաք։ Դուք դիտում եք կիսաբաց լուսամուտները, շնորհակալություն ուշադրության համար, մենք վերադառնում ենք հեռուստատեսային եթեր, եթե նոր եք մեզ միացել, ապա ծանոթացեք այսօրվա թեմային։ Սեփական բախտից խռով Մարիամը նոր բախտի որոնմամբ կյանքը կապեց Մարտինի հետ։ Երկուսի դեպքում էլ սա առաջին ամուսնությունը չէր։ Առաջին ամուսնությունից մնացած խնդիրների, իր կյանքի անիծված ուղու եւ մի կտոր հացի համար մղվող պայքարի մասին Մարիամն այսօր կպատմի երկրի թիվ 1 թոք շոուի տաղավարում։ Անիծված ուղի կիսաբաց լուսամուտներից ներս։ Անիծված ուղին շարունակվում է կիսաբաց լուսամուտներից ներս։ Մարիամ, դուք ինչ կանխատեսումներով, պարզապես ինստինկտով, հա, որոշում եք եւս մեկ անգամ մայրանալ։ Ընտրել էիք հայր երեխային, որը այսօր ձեր կողքը նստած է։ Պատկերացնում եք, որ նույն երեխայի հայրը ձեզ պիտի ամուսին լինի։ Ես մտածում եմ ինքը չի թողնի ինձի վաբշե, էլի, որ կկարողանանք կապրել, բայց իսկ դուք ձեր մտահոգությունների մասին ինքը լավ էր ապրում, ինքը լավ աշխատանք ուներ ու լավ վարձատրվում էր։ Հետո ինքը ընդեղից որ դուրս եկավ, այսպես վիճակը վատացավ ու էլ չկարողացավ։ Իսկ հարցրել եք Մարտինին, նա երբևէ ցանկություն ունեցել է ձեզ հետ ընտանիք կազմելու։ Հարցրել եմ։ Այդ Մարտինը այդ իրանց բոլոր այդ ամուսնա, հա, արտամուսնական կապը կարար ինքն էլ հասկանար, կարա անի, թե չի կարա, այսինքն ընտանիք ստեղծի, թե չէ։ Այսինքն այստեղ այնպես միած բանը, որ ուղղակի իրանք երկուսի համաձայնությունը եղել է, բայց հետո չկա։ Այստեղ ճիշտ ասած ունայնություն ունայնությանց։ Ես Մարիամի տեսանկյունից եմ նայում ու ինչն է հետաքրքիր, հասկանանք մի բան, որ այս կինը երբեք սեր չի տեսել, չգիտի այդ որ ընտանիքը պիտի սիրո հիման վրա հիմնվի, որ հարաբերությունների մեջ միայն սեռական հարաբերությունից չի երեխան ծնվում եւ այլն եւ այլն։ Այսինքն մեղադրենք, որ եթե սեր չկա, ինչու է երեխա բերել, արդյոք նա գիտեր, որ պիտի սեր լիներ, նոր երեխա բերեր։ Հարցի իհարկե Նշեց, որ նա մայրական գուրգուրանք չի ստացել, սկսենք, մարդը ամբողջ կյանք ապրել է առանց սիրո։ Հիմա ես բացարձակ չեմ մեղադրում, որովհետև որպես կին այսպես կողքից որ նայում եմ, եթե տղամարդը ոչ իրենից ծնված երեխային ինչ որ չափով հայրություն է արել, կինն էլ մտածել է, եթե իրենից երեխա ունենամ, ավելի լավ հայրություն կանի, թե իմին, թե այն երեխային, որին լույս աշխարհ կբերեմ։ Մնացածը արդեն այստեղ զուտ գիտակցության խնդիր է, թե արդյոք նա մտածել է ինչ պայմաններում պիտի մեծացնի, արդյոք մտածել է տղամարդը ուզում է ամուսնանալ, թե չէ։ Յուրաքանչյուր կին ուզում է իր հետ սեռական հարաբերություն ունեցող տղամարդուն տեսնել որպես կողակից։ Այդպես է։ Մարիամ, ձեր դեպքում էլ է այդպես։ Ու մեկ էլ մի բան էլ ես ավելացնեմ, որ ես հորքուր, մորքուր տենց հարազատություններ չեմ ունեցել, ես ուզեցել եմ իմ երեխեքը, ես սեր քնքշանք
ընտանիք։ Եթե ես մենակ եմ ուզում եմ երեխաս մենակ չլինի, ստեղ խնդիրը դա ես մենակ եմ մեծացել, գոնե իմ երեխան մենակ չլինի, մնացածը արդեն ուրիշ հարց է։ Պատմություն ու դառը ճակատագիր իրենը կոնկրետ, հա, ինչպիսի պայմաններում է մեծացել։ Նախ եւ առաջ ինքը պետքա այդ որ այդ չլինի, չկրկնվի այդ նախ եւ առաջ դուք պետք է էգոիստ չլինեիք, մտածեք ձեր երեխայի մասին, եթե երեխա եք լույս աշխարհ Ես բերում։ էլ իմ բալիկին չեմ թողնի, ես այն օրը իմ երեխան սոված է եղել, Դուք գնացել եմ նույնիսկ իմ չեք աշխատում, դուք ինչ պայմաններ եք ապահովում ձեր երեխային։ կապել եմ իմ երեխուն հաց եմ առել կերելա։ Հույս ունենալով, որ ինչ որ մի տղամարդ կցանկանա երեխային պահել, թե չի ցանկանա, դա ընդհանրապես հիմք չի։ Նյութականը խառնում եք հոգևորին։ Դուք ուղղակի ավելի եք նյութականացնում։ Դուք պայմաններից եք խոսում, հետո միաժամանակ նաև ցանկանում եք սեր։ Հետո խոսում եք սիրո մասին, հետո թեքվում եք անմիջապես նյութական։ Գիտեք, դուք պետք է մի հատ այդ պահերը ձեզ մեջ հասկանայիք սկզբանը ի վերուստ։ Հետո այն հարաբերությունները, որ դուք ձեզ համար ստեղծել եք, դուք շատ հեշտ է հիմա եւ ձեր նախկին ամուսնու համար, որ կարա ասի կինս արդեն ուրիշ տղամարդու հետ է, շատ հեշտ եք դուք ձեր կնոջը վարկաբեկում, բայց դուք էլ պակասը չեք։ Ամեն ինչ խառնել եք իրար, դուք էլ ապագա չեք տեսնում իրար հետ։ Գանե ջան, դուք չեք ենթադրում, որ հնարավոր է մարդը չունենա իրեն կյանքում սիրո նախկինում, դաստիարակության, ջերմության, բայց այնուամենայնիվ սեր լինի իրեն մեջ։ Եվ ինքը ենթագիտակցորեն հասկանա դա ինչ է։ Սա մեկ, երկրորդը, աղջիկը անընդմեջ ինչ եկել է, ինչ սկսվել է, ասում է սոված էի, քաղցած էի, սոված էի, քաղցած էի։ Ենթագիտակցորեն մայր ասածը հաստատ չի ուզենա ունենա այս ֆոնի վրա, սոված, քաղցած, ունենա եւս մեկ զոհ։ Այս դեպքում ցավում եմ, երեխան ինձ համար իրենց զոհն է համարում։ Այդ Արտյոմովնա աղջիկը պարզորոշ ասեց, նա երկրորդ երեխան ունեցել է, որպեսզի տղամարդն իր կողքին գտնվի։ Դա շատ պարզ է։ Այո, ասեց, քանի որ երեխային էր պահում մտածում։ Այս դեպքում երեխան ինչ է հանդիսանում այս աղջկա համար։ Ընտանիքը կապող մի օղակ, այսինքն երկու բևեռները կապող օղակ։ Չէ, այսինքն երեխա չարաշահել է, չէ, այս հանգամանքը։ Դե չեմ կարծում, որ ինքը այդքան խորն է գնացել, որ չարաշահել է, հատկապես տղամարդը համաձայն է եղել, ինքը թաքուն չի պահել, մինչև վերջի րոպեին ասի, այ հիմա գնում եմ հիվանդանոց, երեխա եմ ունենա։ Տղամարդը իր աշտար կամքով ունեցել է, եւ մամիկոնի առաջի խոսքը պետք է հիմա շարունակե, մեզ պահին եղավ առել։ Դուք հարգելի մարդին, ինչ եք մտածում, որ երկրորդ երեխան կունենաք, հերվից կերակրելու եք, ընտանիք չեք ստեղծելու։ Մի րոպե նույնիսկ չմտածեցիք, որ դա շատ մեծ պատասխանատվություն է առաջին հերթին ձեր ուսերի վրա։ Չեք մտածել այդ մասին։ Դեզիա նախապես ասել է, որ ես չեմ ամուսնանալու քեզ հետ։ Մենք պրոստը ընկեր ենք եւ հիմներ ենք։ Դուք ասեցիք կադրից դուրս մի արտահայտություն, որը չեմ կարող ասել, որ ինձ դուր եկավ կամ դուր չեկավ, բայց համենայն դեպս իմ համար անհանգստություն էր։ Դուք ուզում եք բրախեք, ցիտում եմ ձեր խոսքը, Մարիամին, եւ մի նոր ազապ աղջիկ բերեք։ Սխալվում եմ, թե ամբողջովին եմ փոխանցում միտքը, ինչը դուք կադրից դուրս արտահայտել եք։ Հա Մարտին։ Չէ, բրախը լսա զեմի թողնել ընկերուհի ենք մենք։ Կարող շնորհակալ, բայց ազապ աղջիկան դա չկա թե բան։ Արդյունքում տուժվելու է երեխան ուղակի, այդքան բան։ Չէ, մյուս ազապ աղջիկը երեխան էլ է տուժվելու արդյունքում։ Լավ, եկեք ձեր ընտանիք գամ, հա, դեռ չստեղծված ընտանիք։ Ոնց եք դուք իրար հետ պատկերացնում կյանքը։ Մարտին, տղամարդը դու ես։ Դու որպես տղամարդ, որը նաև երեխայի հայրն է։ Թեկուզ եւ որպես ընկերուհի։ Ֆիզիկապես իրար կողք եք ապրելու, թե իրարից բաժան եք լինելու։ Մարիամը իր առաջին ամուսնությունից երեխայի հետ եւ երկրորդ ամուսնությունից արդեն ձեր համատեղ երեխայի հետ պիտի ձեզանից հեռու ապրի։ Դեզ առանձին եմ բնակվում։ Ահա։ Դուք չեք կարող համատեղ ապրել։ Չէ։ Ցանկություն չկա։ Մարտին, բայց այդ քո երեխեն քո սրբությունը չի։ Հա, էլի։ Բայց այդ բրախում ես, բայց երեխեն քո սրբությունն է, բայց չեղա որ սրբապիղծես։ Մամիկոն ինչու պիտի ապրի նրա հետ։ Բայց ես Իրականում։ լրիվ ուրիշ բան Նրանք եմ ասում։ պայմանավորվել են, որ չպիտի ապրի սկզբանե։ Բա երեխեն ասում սրբությունն է, երեխուն թողում ես։ Մամիկոն, իմ համար ավելի զարմանալ է։ Գիտես ինչքան հայ տղամարդիկ նման կարգավիճակում կարող էին գալ այստեղ։ Ինքն էլ կարող էր չգալ, չէ՞։ Բայց դες ունի համարձակություն եկել է, խոստովանում է ու խոսում է։
Նշանակում է վստահ է սեփական արարքի Սուտ մեջ։ խոստումներ չի տալիս ամենակարևորը։ Այո։ Ոչ ոքի չի խաբում այս պարագայում։ Ինքը շատ տղամարդկանցից տղամարդ է, ով է բազմոսներին նստած է ու ինչ-որ խոստումներ է տվել։ Ինչ։ Երևույթը արդարացվում է։ Բացարձակ, դա երկրորդ կողմն է հարցի։ Եթե չասեմ ճիշտ հակառակը։ Բա դե էդ եմ ասում եմ, որ ինքը իր երեխայի հանդեպ է սրբապատում։ Մարիամ, դու ի սկզբանե հասկանում էիր, որ երեխային լույս աշխարհ ես բերում միայն քո համար։ Հա, Այդ գիտակցությունը ունեիր։ հա, Ու այսօր հասկանում ես, որ հորից գուցե եւ պարտք ու պահանջ չկարողանաս ունենալ։ հա, Հորից գուցե ունենաս որպես հայր Մարտինից, բայց որպես ամուսին քո կողակից տղամարդ իրավունք չունես որևէ բան պահանջելու, որտեվ դու ես։ հա, ես ուզեցել եմ։ Լավ, տեսեք, սրանից ավել ինչ եք ուզում։ Բայց այդ Հրաչ, ես երեխային ճիշտ ինչպես ասած- պետք է պահեք։ Այդ երեխան ինչ պայմաններում պետք է ապրի։ Նույն ձևով ինչ որ դուք։ Բա ոնց։ Հրաչ, ճիշտ ասած չեմ ուզում ես քար նետել այս պահին Մարիամի կողմը Դե առհասարակ, միջև որովհետև մեր Որևէ մեկը չի շրջապատում չէ, շրջապատում անգամ այն ընտանիքները, որոնք օրենքի առաջ ամուսնացած են եկեղեցով, շատ հաճախ երբ որ կինը նկատում է, որ ամուսինը սառել է, կամ այսպես ասած շակերտավոր աչքը դուրս է, երեխա են ունենում։ Նրանց թվում է, թե դա կթարմացնի ընտանիքի ինչ որ զգացողությունները, կկապի տղամարդուն, կպարտավորեցնի, ոմանց մոտ դա ստացվում է, ոմանց մոտ չէ։ Իսկ Մարիամի պարագայում, որ ընդհանրապես որևէ չի տեսել ճիշտ մոր կերպար, ընտանիքի մոդելը ձևավորված չէ։ Այս մարդը ոնց հասկացել է, այդպես արել է։ Հիմա ես առաջարկում եմ եկեք բոլոր այն մարդիկ, որոնք քիչ թե շատ ընտանիքի ձևավորման գործում ներդրում ունեն ու ինչ որ բան հասկանում են, այս մարդուն օգնենք, որ այլևս այդպիսի սխալներ չանի։ Ինչ եղել է, երեխան Հիմա սխալ իմ չի։ միակ Երեխան նպատակը- կա ու պիտի մեծանի։ Ավել ոչինչ։ Հիմա իմ միակ Որն է։ նպատակս այն է, որ ես իմ երեխեքին պահեմ, իմ երեխեքին ու աշխատեմ այն ձևի Ես անեմ, դες որ հիմա կօգնեմ, ես անձամբ խոստանում եմ ինչ կարող եմ կանեմ։ իմ Կիսաբաց երեխեքը ունենան այն ամենը, ինչ ես չեմ ունեցել։ Ոչ թե այսօր մի պահ տեսամ, որ իմ տղեն կայնել էր հարևան այդ տանը, որ մնում եմ նկուղային պատվալ է, ընդամենը մի կառավատ կա, մի կառավատն էլ ես եմ իմ ձեռքով սարքե, շշերը, որ արկղը որ կա, շշերը շարմել տրանցից բերել եմ, դրել եմ 3 հատ ու տախտակ եմ վրեն դրել, որ իմ երեխան դե քնի, սարքել եմ կառավատ։ Հետո հարևան այդ տանտիրոջս երեխան եկավ, հաց բան արեց, հաց էր ուտում, իմ տղան ասեց մի քիչ կտա սապեր, վերցեց գցեց շան առաջ, բայց չտվեց իմ երեխուն։ Թե ինչ կարելի է եւ պիտի անես Մարիամ, արի մենք դրա մասին խոսենք փոքրիկ դադարից հետո, սա կիսաբաց լուսամուտներն են։ Անիծված ուղի կիսաբաց լուսամուտներից ներս տաղավար վերադառնալով հիշեցնում եմ ձեզ կիսաբաց լուսամուտներ բարեգործական հիմնադրամի մասին։ Մենք այն ստեղծել ենք, որպեսզի միասին կարողանանք պայքարել այն ընտանիքների համար, ովքեր դժվար կացության մեջ են եւ ձեր օգնության կարիք ունեն։ Կատարեք անվանական դրամական փոխանցումներ այն հաշիվներին, որոնք այս պահին տեսնում եք ձեր էկրանի ներքևի հատվածում։ Եվ զանգահարեք, եթե ունեք նյութական օգնություն, մեր թեժգից +374 60 50 33 17-ի դեպ մեր այսօրվա ծրագրի հյուրը եւս սպասում է ձեր աջակցությանը։ Ու հենց հիմա տաղավար եմ ուզում հրավիրել մի մարդու, ով եւ ճանապարհ է հարթել հենց այս ընտանիքի համար դեպի կիսաբաց լուսամուտների տաղավար, հենց նա է պատմել այս ընտանիքի մասին մեր խմբագրությանը, Տիկին Մարգարիտա Հակոբյանը գալիս է կիսաբաց լուսամուտների տաղավար։ Բարի երեկո, Տիկին Մարգարիտա, դուք Մարիամին ճանաչեցիք այն ժամանակ, երբ երկրորդ երեխայի հետ կապված հղի ժամանակ խնդիրներով նա ուրիշ հաստատությունում էր։ Հա, ես գնում էի ուրիշի այցելության էի գնացել, ուրիշին տեսության էի գնացել։ Հետո ինքը պարկած էր այնտեղ, պաշտպանվում էր երեխան խնդիրներ ուներ երեխայի, ասեց ես ուզում եմ որ հիվանդանոցից հետո գնամ ես կախլեմ էլի, ես չեմ կարող, ես ուզում եմ ինքնասպան լինեմ։ Ասեցի Մարիամ ջան, տենց բան չանես, թող երեխան ծնվի, ամեն ինչ լավ է լինելու։ Հետո հեռախոսի համար վերցրեցի իրանից ու զանգեցին, կապնվեցին, ինքը դուրս եկավ հիվանդանոցից։ Հետո անընդհատ գնում էի, որ հանկարծ տենց բաներ չանի, էլի ինքը կախ չլինի։ Նույն այդ երեխայի հայրը, որով հղի էր, Մարտինը, ով այստեղ նստած է։ Այդ ամբողջ ընթացքում որևէ կերպ իրականում հիմա ասում է, որ ինքը անհասանելի էր, չէի կարող գների Մարտինը ինձ, ինքը անհասանելի էր, չէին կարող գտնենք, արդեն ծննդաբերության ժամանակներ, ոչ փայտ ուներ, ոչ ջուր ուներ, ոչ հաց ուներ, ոչ մի բան չուներ,
ուղղակի իմ խեղճը շատ մեծ տանջում էր, ու ես պայմանավորվեցի, որ պետք է օգնենք վառելիքով, ջրով, ամեն ինչով։ Ու ինքը արդեն որ գնաց ուրիշ տեղ Վարշավա ապրում էր, Մայրամը, ներկա պահին որ ապրում է, շատ վատ վիճակում, որ գների Մայրամը, անասուն անտեղ չի ապրելու, կրիսները մեջին, վատ վիճակ է, շատ վատ վիճակ է, ես ուղղակի զարմանում եմ, որ այսքան ժամանակ ինքը կենդանի է, ապրում է 2 երեխու հետ միասին։ Եվ այդ սարսափելի պայմանների համար դուք որքան եք վճարում, Մարիամ։ 10,000 դրամ։ Եվ այդ նույն 10,000-ը չլինելու պատճառով մի քանի օրից ձեզ հանում են դուրս։ Մարտին, լավ, ձեր համատեղ երեխան որտեղ պիտի ապրի այդ երեխան, որ դուք ասացիք։ Ես պատրաստ եմ իմ երեխայի մասին հոգ տանել, ես գիտակցում էի, որ դառնում էի այդ երեխայի պարզապես բիոլոգիական հայրը։ Ճիշտ հասկացա, չէ՞ ձեր միտքը։ Այդ երեխան ինքը որ ցանկություն ունես, ասես որ դու ես ուզում ես կպահեմ, ես ասել եմ ոնց կպահես իմ հնարավորության չափով ես կամ օգնեմ այդ երեխան։ Որն է ձեր հնարավորությունը եւ այսօր ինչքանով եք կարողանում օգտակար լինել այդ երեխային որպես հայր։ Դե ես աշխատում եմ, դեմ ինչքան հնարավորություն ունեմ եմ իրանց ուտելու վերջի դեսի։ Ու ասեմ ես իմ ինչեր դեմ առնել եմ այս պահին ես հնարավորություն չունեմ որտեղ։ Մարտին, ձեզ կարող եմ մի բան խնդրել այսօր։ Կլինի բոլոր այն կանանց, որոնք հանդիպելու են ձեզ եւ նման խնդրանքով լինեն, չերջանկացնեք այլևս։ Ոչ։ Խնդրում եմ։ Այդտեղ իա մեղավորություններ չկա, իմ մեղավորություններ կա իյաններ որոշ չափով, ես ինքը մենակ մեղավոր չի, ես է պիտի գիտակցեի, դե հիմի ես մտածեցի միշտ ինքը ինքը երեխայի առաջ երկուստ եք պատասխանատու։ Միանշանակ երկուսդ եք մեղավոր, բայց այստեղ խնդիրը այն է, որ Մարտինը գիտակցելով է արել դա, դու չես գիտակցել, Մարտինը գիտակցել է, որ քեզ ընդամենը երեխա է նվիրելու եւ ձեռքերը լվանալու է։ Ես հասկանում եմ այս տղամարդուն, որտեվ դու ես խնդրել դա։ Մարիամ։ Բայց տարօրինակ խնդրանք է, հասկանում ես։ Առնվազն տարօրինակ, ես հիմա անկեղծ եմ ասում, չեմ հասկանում ամբողջ ներքին աշխարհս այսպես խառնված է, թե ոնց կարող է մարդ անգիտակից նման սխալներ կուտակի իր ամբողջ կյանքի ընթացքում։ Չնայած դուք այնքան երկար ունեք դեռ ապրելու, ու հուսով եմ, որ այդ սխալները լուծում կկարողանաք տալ։ Ձեզանից է միայն կախված։ Քանի որ ամեն ասելին ու անասելին արդեն ասվեց, թույլ տվեք ես անդրադառնամ հենց այն խնդրին, թե որտեղից պետք է լիներ ի սկզբանե նրանց պատասխանատվությունը եւ ինչու է, որ նրանք հիմա եւս պատասխանատվության ոչ միայն զգացում չունեն, այլ նաեւ չեն կրում որևէ պարտավորություն։ Ի սկզբանե տարօրինակ չհամանանք, բայց պետությունը սոցիալապես անապահով զանգվածների համար, այդ թվում նրանց երեխաների համար, ինչպիսիք նրանք ժամանակին հանդիսացել են, պետք է ապահովի այն մինիմալը, այսինքն նվազագույնը այն առումով, թե ինչպիսին պետք է լինի նրանց կյանքի որակը եւ ինչպիսի ուսում, կրթություն եւ հետագա մասնագիտություն նրանք կարող են ունենալ։ Սա նվազագույնի չափով։ Եվ երբ պետությունը պարտավորություն է կրում ցանկացած սոցիալական անապահով խավիամեր, իհարկե հասկանալի է մենք այնպիսի օրի չենք, որպիսի դա այսօր եւ այդ տեղի ունենա, բայց դրա վրա մենք բոլորս պետք է աշխատենք եւ հույս ունեմ նաեւ պատկան մարմինները եւս։ Ապա այդպիսի միջավայրում նման երեխաները դաստիարակվելով թեկուզ առանց հայր, թեկուզ առանց մայր, մանկատանը, գիշերօթիկում եւ այլն, արդեն պետության առջև ունենում են կոնկրետ 10 պատվիրաններով առաջնորդվելու եւ 10 կետերով իրենց ապագա սերունդներին ապահովելու սանդղակը։ Նարը, ինչից ենք մենք խոսում, եթե մենք Աստծո մոտ պիտի պատվիրաններով շարժվենք, եկեք նույնիսկ չանդրադառնամ, հա թե դրանցից քանիսն ենք մենք այսօր պահում ու խոսքը բոլորիս է վերաբերում, եթե ոչ բոլորիս, ապա մեզ այնց գրեթե գերակշռող մասին։ Ինչ պետության կողմից Այո, այս ոլորտում հատկապես ձեր, պարոն Մուրադյան եւ իմ։ Այո, այսպես այդպիսի խնդիր կա իհարկե անշուշտ, բայց երբ մենք խոսում ենք սոցիալապես անապահով երեխաների մասին, մենք պետք է հիմա այսօր արդեն տեսնենք, որ նրանց մանկությունը կորսված լինելով հանդերձ, հիմա մենք նրանց երեխաներին այսօր մեր աչքի առջև եւ մենք ոչինչ չենք կարող անել, բացարձակ դատապարտում են նույն ճակատագրին։ Եվ նրանք եթե չդառնան անբարո ու հանցագործ, մենք դեռ պետք է ասենք, հիանալի, դա ճիրակություն, լավ է, գոնե մի կտոր հաց եք տվել։ Այսպիսի իրավիճակում ոչինչ բացի նյութական օգնությունից, եթե պետությունը ոչինչ չի կարող ստանձնել, բացի նյութական օգնությունից ոչինչ անել հնարավոր չէ, այսպես եմ կարծում։
Մամիկոն։ Աղջիկը այն ինչը որ ուզելա ցանկացելա տղանել sense բարի կամքի դրսևորումա ցուցաբերե, թող իմանան դրա հետևանքների եւ հետադարձ կապի մասին։ Տղա ջան, դու երևի ասենք շատ բան չես պատկերացնում, ինչ որ ասում եմ ամեն ինչը կարամ նաեւ եթերից դուրս, եթե հարցեր կառաջանան, քեզ հատիկ այդ հարցերիդ պատասխանները տամ։ Ու ասեմ ավելին, Աստված, վերև Աստված կա եւ հետագայում դու այս երեխա, թե ոնց ես նայելու այդ երեխայի աշկերի մեջ, երբ որ դու հայր ես, երբ որ դու ծնող ես, ես չգիտեմ ծնողի արժեքը ուր եք հասցրել։ Ես կարծում եմ, այստեղ այս պատմությունը չի միայն։ Մենք միանվագ կօգնենք, դուք էլ կօգնեք, կգտնվեն հավասիկ ներողություն, եթե երկու հայրն էլ երկու երեխաների գլխին կանգնած են, ես իրավունք չունեմ օգնելու։ Պետք չի Մամիկոն ջան, դուք մի օգնեք։ Կգտնվեն ահավասիկ այսպիսի մարդիկ, բայց հարցը նրանն է, որ նայում ամբողջ Հայաստանից դուրս նայում են, ինչ է ստացվում, հրաչ սիրելիս, ստացվում է, մեղք են գործում բառից բուն իմաստով, ինչ որ տեղ, ինչ որ մարդիկ, պետությունը պիտի պատասխան տա, մենք պիտի պատասխան տանք, տեսեք, նա չունի ապրելու տեղ, ահավասիկ խոսվեց, ոչ մի պայմաններ, այստեղ ասեցին միայն ֆինանսային աջակցություն է պետք, միայն ֆինանսային պետք չի։ Ֆինանսայինը կլինի 1, 2, 10, 100 անգամ, իսկ հետո ինչ է լինելու։ Այստեղ կոմպլեքս օգնություն է պետք եւ պետք է մեր ազգը, ազգաբնակչությունը, մեր ժողովուրդը հասկանա, որ չի կարելի, մենք այն վիճակում չենք եւ նույն պետությունը այն վիճակում չի, որ գրկաբաց ընդունի ասի բերեք, ոնց ուզում եք ունեցեք երեխաներ, մենք տերենք, տեր չի պետությունը այսօր։ Ոչ, հարցը էդի չի։ Տեսնում ենք մենք։ Պետությունը տեր չի, ասում տարտուր մանկատուն երեխուն, ես չեմ ուզում մանկատուն։ Կլսեք ինձ, դուք մեկ անգամ արդեն սխալվել եք։ Յուրաքանչյուրը ունի սխալվելու իրավունք։ Բայց ես խնդրել եմ պետությանը, ասել եմ ինձի թեկուզ վաճառի իմ վրա հողատարած, ես իմի այդքան տեղին եմ տալի։ Մարիամ ջան, դու Մարտինին ես բան խնդրել, որը ինքը քեզ չի մերժե, բայց պետությունը ամեն խնդրանք չի որ կարա անի։ Մարիամ ջան, պետությունը իրականում քեզ ճիշտ խորհուրդ է տվել պետությունը։ Մի հատ խորը Ես մանկատուն չեմ տա, բայց երեխու հոգեբանությունը նույն տեղը ես եմ ապրել։ Այո, դուք կարող եք չտալ, բայց միևնույն ժամանակ դուք պիտի կարողանաք դրա փոխարեն ապահովեք ինչ-որ բանով երեխային։ Պետությունը երեխային վերցնում է այն դեպքում, երբ որ հիմա դուք բարձրաձայնեցիք մի բան, որ դրանից հետո ես եւ վախեցա եւ հուզվեցի, որ երեխան արկղերի վրա է քնում ձեր իսկ կողմից պատրաստված մահճակալի տեսքի վրա, հա? Դա ոչ թե լավ չէ, դա վատ չէ, դա սարսափելի է։ Հենց այստեղ է գալիս այս խնդիրը, որ երբ մեզ թվում է, թե մենք ասում ենք պետության ինչ-որ պատասխանատվության վրա, բացարձակապես միտում չկա որևէ մեկին արդարացնելու կամ գովաբանելու։ Այստեղ խնդիրն այն է, որ պետությունը այո այն ծայրահեղ դեպքում է դրան գնում, երբ արդեն ծնողը իրավիճակ չունի որևէ երեխային սոցիալիզացնելու։ Եվ հիմա ով ասեց, որ ավելի վատ կլինի նրան նույն մանկատանը կամ գիշերօթիկում, երբ մենք այո հոգեբանորեն հասկանում ենք, թե որքան կարևոր է ծնողը երեխայի համար։ Այստեղ երեխաները կխանգարեն, որ այս երիտասարդ կինը սոցիալապես ադապտացվի։ Ինչի համար է հիմա իրեն թեկուզ ժամանակավոր օգնություն պետք։ Այսինքն, այս տղամարդը ձեր համար կորած է։ Հասկացա, որ ձեզ այս տգետ խեղճ վիճակի մեջ է հասցրել ձեր հայրը։ Մեր ժողովուրդը վաղուց է ասել, մայրը խորթ է, հայրը հորթ է։ Էդ էլ գիտենք, հասկացանք։ Բայց դու էլ պետք է հասկանաս, եթե այսօր ժամանակավորապես որևէ խնամքի կենտրոն հանձնես քո երեխային, կարողանաս մի հատ աշխատանք գտնես, սոցիալական իրավիճակում ադապտացվես, հետ ես վերցնելու այս տղամարդու վրա հույս մի դիր, նա կարող է ամենադարժան բանը շիտակ ճակատով ասի։ Լսիր ինձ, խնդրում եմ։ Այս տղամարդը ամենադարժան բանը բաց ճակատով կանի, եւ դու կմնաս էլի մենակ։ Մի անգամ ստապ վիճակով որոշում ընդունիր։ Սրանից հետո ինչ սխալ որ արել եք, ձեր ճակատագիր իմանալով հանդերձ նույն արժանացրել եք ձեր երեխաներին։ Դա մի կողմ դրեք, հիմա հույսը դրեք միայն ձեր վրա, որովհետև դուք առողջ եք, դուք ուժեղ եք, դուք երիտասարդ եք, դուք կարող եք աշխատել, կարող եք պահել ձեր երեխաներին։ Դուք հույսը ոչ մեկի վրա մի դրեք, երրորդից էլ երեխա ունենալով միգուցե նա էլ պահի ոչ։ Բայց հիմա դրա համար պետք է
ընդունեք խորհուրդը, ձեր երեխաներին հանձնեք ժամանակավոր, որպեսզի դուք կարողանաք ոտքի կանգնել եւ հետո իրենց էլ վերցնել եւ կարողանալ պահել։ Այս պայմաններով դու երկար չեք կարող ձգել այսպես։ Նոր մտքից մի բան եկավ, բա որ Մարիամն էլ կանգներ, ասել, գիտես ինչ, երեխան ծնվեց, ես էլ հասկացա, որ մի տեսակ սխալ բան եմ արել, սխալ խնդրանք էր քեզ։ Գիտես ինչ, արի երկուսովս ենք մեղավոր, ես էլ եմ հրաժարվում այդ երեխայից։ Նույն կերպ էիր քեզ պահելու։ Նույն ձև ինքը կարող է ասել, չէ՞։ Հրաչ, դուք իմ միտքն եք, իմ միտքը արտահայտեցիք, մենք այստեղ նստել խոսում ենք, բայց մոռանում ենք մի բան, ոչ մեկս չշեշտեցինք, դա, որ Մարիամը նշեց, որ իր առաջին ամուսինը հայրություն է ճանաչել, մեկ։ Տղամարդը նստած է ու ասում է, որ իր կամքին հակառակ չի երեխան ծնվել, այսինքն, այո, անգամ եթե չի ճանաչել, կարելի է պարտավորեցնել, որ ճանաչի։ Իսկ ուր ենք մենք, որպեսզի օգնենք այս կնոջը, որպեսզի երկու հայրերին վերջի վերջո ենթարկեն պատասխանատվության որոշ չափով, որը որ երեխայի ինչ որ մի կարիք կհոգա, ինչ որ մի 2000 դրամով։ Ամեն մեկը։ Մանավանդ, երբ որ Մարտինը անասնապահ է, լավ է, անասուններին պահում է, երեխային ոչ, շատ լավ է, շատ աշխատում է հասկանալի արդեն տարին որքան ժամանակ եւ բնականաբար չմոռանանք այն հանգամանքի մասին, որ այստեղ գրանցված աշխատավարձի մասին նույնիսկ խոսք գնալ չի կարող։ Բայց ես շատ դեմ եմ ու երևի իմ եթերային պրակտիկայից մեջ առաջին անգամ ուզում եմ չհամաձայնվել համարյա բոլոր էքսպերտների հետ, Մարիամ ջան, երեխաներիդ ոչ մի խնամքի կենտրոն, ոչ մի մանկատուն չտաս։ Ոչ։ Բա ինչի համար է մարդ եկել այստեղ, ինչի է դիմել։ Շատ ավելի շատ թեթև վիճակում մարդկանց, շատ ավելի շատ մեծ։ Յուրաքանչյուրը հույսը պետք է իր վրա դնի, առաջինը պետք է հույսը կարիքով մեզ տղեկ են, թոյթան աշխատեն, թոյթան։ Այս երկիրը դրա համար է հետոին, որտեղ մեզ թվում է, թե ցանկացած մերուհեր ավելի լավ է, քան թե ուրիշները։ Սա է մեր խնդիրը, երբ որ մենք հասկանանք, որ պատասխանատվություն ենք կրում պետության առջև, մեր վատ պահած, մեր բերած, մեր հարազատ երեխաների համար, այս վիճակը էլ չի լինի։ Երբ որ ամեն մեկի ձեռքից այդ պետությունը վատ պահած երեխայի համար, լավ ապագա տալու համար ձեռքներից առնել երեխա չեն ունենա։ Միևնույն ժամանակ պիտի խրախուսի նաև այն ծնողին, որ լավ է պահում, որովհետև չի կարող լինել միակողմանի մեխանիզմ։ Մարիամ, յուրաքանչյուրը մեզանից պիտի գիտակից լինի սեփական քայլերի համար։ Այո, կյանքում մինչև ձեր գիտակից լինելը շատ հանգամանքներ են եղել, որոնցով պայմանավորված է այսօր ձեր որոշումները։ Բայց մի կետի օրերից մի օր մեզանից յուրաքանչյուրը գալիս է, որ դրանից հետո այլ կերպ պիտի շարունակի։ Դուք վաղուց այդ կետը անցել եք, բայց շարունակում եք ապրեք այնպես, ինչպես որ այդ կետը անցնելուց հետո էր պետք անել։ Ու թող վերամբարդ, փիլիսոփայական, շատերի կողմից խոսքերն այսպես ձեզ չթվան։ Ձեր պատմությունը միայն ձերն է, ձեր նման հազարավոր պատմություններ այստեղ տեսել ու լսել են, Մարիամ։ Ցավոք։ Ես շատ եմ ուզում, որ ձեր մոտ գա գիտակցությունը, համոզված եմ, որ Գայանեն Ղարդյան ձեզ կօգնի հոգեբան այդ հարցում, բայց կօգնեն ձեզ, որպեսզի դուք քայլ անեք, ձեր փոխարեն դա որևէ մեկը չի կարող անել։ Բայց միևնույն ժամանակ կա մի բայց, որ ժամանակը կարող է չհերիքել, ձեր երեխան, որ այսօր խոնավության մեջ է քնում, եւ 6 ամսական է, առողջական լուրջ խնդիրների առաջ կկանգնի, ու այսպես փոխկապակցված ձեր մանկատան խնդիրներից ավելի բարդ խնդիրներ կարող է մայրական գրկում ձեր երեխան ունենա։ Ու երբեք չես կարող ասել, որը կլինի ավելի վատը, մինչև դա չապրես։ Ես հուսով եմ, որ արձագանքը անխուսափելի կլինի նաև այս պատմությանը։ Իսկ հիմա ուշադրություն ընդամենը մի քանի ժամից մեր հեռուստատեսության եթերում սեզոնի ամենամեծ պրեմիերան է։ 6-րդ սկանդալային էքսպերիմենտալ հեռուստաշոուն։ Եվ այսպես այսօր երեկոյան 23:15-ին բաց չթողնեք մեր հեռուստատեսության ամենամեծ պրեմիերան։ Այսօր մեր էքստրասենսերը փորձելու են բացահայտել դերասան Դավիթ Թադևոսյանին, տեսեք թե ինչ գաղտնիքներ այսօր վեր կհանեն էքստրասենսերը Դավիթի կյանքից։ Կհանդիպենք արդեն 23:15-ին, այսօր այսքանը, ցտեսություն։